Ինչպես արդեն հայտնել էինք, վաղը Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատանի դատավոր Կարեն Ամիրյանը պետք է քննի Սամվել Կարապետյանի պաշտպանների բողոքը կալանքի դեմ։ Ով է դատավոր Կարեն Ամիրյանը եւ որ պաշտոնատար անձանց գործերն է նա քննել։ Մասնավորապես նրան է մակագրվել Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանավորելու որոշման դեմ բողոքը եւ Վարդան Հարությունյանը այս տարվա օգոստոս ամսին Կարեն Ամիրյանի որոշմամբ մնաց կալանքի տակ, չնայած նրան, որ օրերս դատարանը որոշում էր կայացրել, որ նա կլինի տնային կալանքի տակ։ Նրա վարույթում է գտնվել Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործը։ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարեն Ամիրյանը մերժել էր դատախազի բողոքը եւ անփոփոխ էր թողել դատավոր Արտուշ Գաբրելյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը։ Սակայն սա վերջը չէ։ 2024 թվականի դեկտեմբերին փաստաբան Արա Զորաբյանը ու մի խումբ փաստաբաններ դիմել էին դատախազություն պահանջելով քրեական վարույթ սկսել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն բնույթի հնարավոր արարքների վերաբերյալ։ Դատախազությունն ու հակակոռուպցիոն կոմիտեն մերժել էին դիմումը, իսկ 2025 թվականի փետրվարին դատարանն էլ մերժել էր բողոքը։ Արդյունքում փաստաբան Արա Զորաբյանը հայտնել էր, որ վերաքննիչ հակակոռուպցիոն դատանի դատավոր Կարեն Ամիրյանը 2025 թվականի ապրիլի 3-ին բեկանել էր հակակոռուպցիոն դատարանի Վահե Հովհաննիսյանի դեմ քրեական վարույթը մերժելու որոշումը եւ պարտավորեցրել էր վարույթ սկսել։ Ասել է, թե Կարեն Ամիրյանը պարտավորեցրել էր նախաքննական մարմնին իդեմս հակակոռուպցիոն կոմիտեի վարույթ սկսել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի մասով։ Փաստը մեկ բան, որ մինչ օրս քրեական վարույթ նախաձեռնված չէ։ Իսկ թե ինչ է սպասվում վաղը Սամվել Կարապետյանին, ինչ որոշում կկայացնի դատավոր Կարեն Ամիրյանը նրա պաշտպանների կողմից ներկայացված բողոքի մասով, ցույց կտա ժամանակը։